Միշտ ձեզ ասել իշխանության հետ պատկան մարմիններ, այսպես ասեմ, հատկապես ԱԱԾ-ի մեր վերջին հանդիպան ժամկետը հիշեցիք ու բովանդակությունը եւ որևէ նշույլ կա, հույսի կամ որևէ քայլ անում են այդ ուղղությամբ, թե դա հայ-ադրբեջանական խաղաղության համատեքստում է, երբ որ լինի խոստացած խաղաղությունը ժամանակ էլ հարցերը լուծվել, ինչ են ասում ձեզ Շնորհակալություն հարցի համար Դուք ճիշտ եք ասում ես հանդիսանում եմ անհետ կորածների գերատեսչության անդամ մասնակցում եմ նիստերի շրջանակում Աբազյանի ժամանակվանից սկսած որոշակի հաջողություններ մեր բարձրաձայնած մենք գրանցել ենք ընդհանուր միջև դժողի կարգավիճակ ներկա ունեցողների վերաբերյալ քննություն նշանակելը այդպես հարցերի բանով մենք զբաղվել ենք Աբազյանի փոխվելուց հետո երկու նիստ ա եղել, կոնկրետ որ ասեմ, ինչ-որ փոփոխություն այդ ընթացքում կա, չկա, միակ փոփոխությունը, որ հանձնաժողովները դրսի մեկ էլ ներսի իրար հետ համագործակցում են ու ոնց որ հույս է առաջացել, որ ինչ-որ մի փուլում կարող է գան համաձայնության, որ վերսկսվի այդ աշխատանքները, որոնողական, թե նույնականացման, թե մնացած Մենք էլ հույսով ենք, որ Աստված տա, մենք լվող երեխեք կգտնենք։ Որ ասում են, ինչ ժամանակահատվածի մասն է, խոսքորեն Անդրանիկ Սիմոնյանը, ԱԱԾ պետը, որ մասնակցում եք Գիտեք ինչ, դա ես էլ եմ հասկանում, դուք էլ ժամանակը մասին ոչ մեկ այս բանին չի կարող ոչ մի բան ասի, դրա մեջ մտնելը մի քիչ անշնորհակալ գործ կլինի, էլի։ Բանակցությունա գնում էլ հանդիպումներ իրար մեջ տես դաժե բաներ կա որ անդամ լինելով մենք էլ տեղյակ չենք մեզ էլ չեն ասում թե գաղտնիությունա պարունակում իսկ ես այդ գաղտնիության բանը չունեմ դոստուպը չունեմ Այսինքն կատարյալ անորոշությունն է հենց հարցերով ծնողների համար կարելի ասել այդ անորոշությունը կա հենց այդ նպատակով էլ այսօր այս ասոցիացիան որ բացվում է որպեսզի մենք էլ ինչ-որ մի գործողությունով, ինչ-որ մի արարքով կարողանանք առաջընթաց գրանցել ու ֆիզիկական անձից դառնանք իրավաբանական անձ ու մեր հնարավորությունները շատանա։ Ես չեմ կարող Հասարակական կազմակերպությունը ինքներդ նամակներ գրեք, մենք արդեն անում ենք, բոլորովին վերջերս ես Բովանդակային մեր տեսակետը զեկույցով ուղարկել եմ ՄԱԿ-ի բռնի անհետացումների կոմիտե Կստացի բանի մեջ էլ հեսա կարդամ Արձագանք կա Բանի մեջ հայտնված է այս բային բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կայքի էջում կա Հայաստանին նվիրված բաժնում զեկույցը կա ու սեպտեմբեր ամսի մեջ պետք է կոնֆերանս լինի այդ համատեքստում, ես պետք է մասնակցեմ այդ կոնֆերանսին, մեր ասոցիացիայի կարևորությունը որտեղ է, որ մենք կարող ենք մեր կարծիքը առանց քաղաքական ինչ-որ բաների արտահայտվենք, մենք ինչ ենք մտածում, ինչ ենք զգում, կարող է, ոնց որ դուք ասեցիք, հանձնաժողովները ինչ-որ քաղաքական զգուշություն պաշտպանեն, բայց մենք այդ բանի ժամանակ անպայման կխոսանք այն, ինչ որ մենք ենք մտածում ու ինչ մենք զգում ենք։ Իսկ մի ճիշտում էլ անեմ, դուք հանձնաժողով դրա համար ստեղծեցիք, թե օրինակ կարծում եք իշխանությունը բավարար քայլեր չի անում ձեր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ներողություն հանձնաժողով, թե հասարակական կազմակերպություն։ Այսինքն դուք այդ քայլին անցաք, որովհետև դուք բավարար քայլեր չտեսաք պատասխանատու մարմինների։ Գիտեք ինչ, ձեզ սենց պատասխանեմ ես։ Ձեզ գոհացնում են, ինչ անում ու ասում են իշխանությունները։ Ես հեսա խոսեմ դրա մասին։ Մենք անհետ կորածի ծնողներս միջև չտեսնենք երեխեքի հարցերի պարզաբանումը, անկախ ամեն ինչից դժգոհ ենք լինելու։ Բայց եթե նստենք սկսենք դժգոհել, սաղ կյանքներս կարող է դժգոհենք ու տենց դրա համար մենք որոշեցինք այն ձեդի ռեպկա է հայրենոց կլինի պապն ու շախկամը այն մկան ուժն էլ գործին օգուտ է մենք որոշում ենք որ ինչ որ մի բանով օգուտ տալով որովհետև
ինչ ուզում ալնի, այդ հարցը լուծվելու է իշխանության միջոցով, եթե մենք ինչ էլ հասնենք, պետք է ինչ որ միջոցով իրանց աջակցությունը ըլնի։ Դրա համար մենք որ ասեցի խթանելու ենք անպայման, մենք աշխատելու ենք, որ մեր բանակցությունները իշխանության հետ նենց ստացի, որ աշխատանք դառնա, ոչ թե պայքար, կամ բոլոր մնացածին։ Մենք այս պահին հանրության մասին էլ խոսացի, հանրության բոլորի աջակցությունն էլ մենք ունենք։ Հեսա մի քիչ հետո էլի խոսամ օգոստոսի 30-ը միջազգային անհետքորածների օրն է, մենք միջոցառում ենք կազմակերպել, դրա մասին եք խոսամ։ Միջև մարդկանց հետ չես շփվում, չես խոսում, մտածում ես անտարբեր են, բայց այս միջոցառման շրջանակներում ումը ոնց դիմում ենք պատրաստակամությունով աջակցում, այսինքն իմ կարծիքն է այս բային, որ հանրությունը ոչ թե անտարբեր, այլ ինքը չգիտի ինչով օգտակար լինի։ Ես տենց եմ այս բան մտածում, որտեղ այն պահը, որ առաջարկություն ենք անում մարդկանց, որ այս նպատակով անհետքորածների ուզում ենք ինչ-որ մի քայլ անել, բոլորը պատրաստակամությունով կանգնած են, ուզում են օգտակար լինել։ Ես հիշում եմ, դուք մի շարք բողոքի ակցիաներ եք իրականացրել, փողոց եք փակել, կառավարության շենքերի մեկակցություններ իրականացրել։ Վերջին անգամ էլ եթե չեմ սխալվում, ասում էիք, որ հակառակ ամբողջ եք գնալու, բանում եք իշխանություններին, ասում էիք, որ անհապաղ պետք է այս հարցին որևէ լուծում տրվի։ Դրանից հետո որևէ արձագանք եղավ, հանդիպումներ։ Երևի դուք ուշադիր չեք ելել, դրանից հետո մի քանի տասնյակ ծնողներով ԱԱՑ-ի տնօրեն հետ հանդիպում ունեցան, պայմանավորվածություններ ձեռք բերվեց։ Այդ պայմանավորվածությունը ընթացքի մեջ է, էլի հանդիպում պիտի լինի, մենք մեր ճանապարհային քարտեզը, մեր պատկերացած աշխատանքները, ինչի մասին որ խոսում է, իրանց հետ պետք է քննարկենք ու հասկանանք, իրանք համաձայն են դրան թե չէ, նույն ձևի մենք ուղղորդելու ենք թե չէ, նոր հետո արդեն եթե հասկանանք, որ ծայրահեղության պետք է գնանք, մենք ամեն քայլ էլ պատրաստ ենք ծայրահեղության գնալու համար, բայց ելի եմ կրկնում, քանի կա ինչ-որ մի հատ հույս, որ աշխատանքների արդյունքում կարող ենք հասնել նպատակին, իհարկե ես չեմ ուզի ոչ մի ծնող ծայրահեղության դիմի։ Դրա համար իմ կարծիքը, չգիտեմ ինչքան կհամբերենք, բայց կարելի է համբերատար աշխատանք տանել մինչև հասցնենք նպատակին։ Որովհետև Ժողովուրդ ջան, 6 տարի անցավ, Արամը արդեն 30 տարի է, եթե ես բողոքեմ այս իշխանությունից, Արամը պետք է բողոքի 4 իշխանությունից իրար հետ։ Իսկ բողոքը ինձ թվում է մեզ ոչ միտեղ չի տանի, ավելի լավ է սկսենք մտածել ինչ անենք, որ համատեղ ուժերով այդ երեխեքի ճակատագրերը պարզենք։ Նույն երեխայում ասում ես, մեր երեխեն է կորած, բայց կան տարիքով մարդիկ են, էլի տենց ստացվում է մեր մոտ, զինվորների, անհետքորածների հարցերը լուծենք։ Ես էլ ձեր հարցը։ Այսինքն ասոցիացիան չի փոխարինում ակցիաներին, դուք էլի կանեք ակցիաները, մենք գործադրել հայ շանսերի վրա, չեք բավարարի սրա։ Նայեք ասեմ, Ժողովուրդ ջան, մենք ասոցիացիան կազմելով, մենք չենք փոխվում, մեր երեխեքի որոնողական աշխատանքները, մեր երեխեքի գրկելու ցանկությունը մեր մեջ չի փոխվում։ Մենք ուղղակի ասոցիացիան ինչով է լավ, որ համատեղ խորհրդով ենք որոշում, ինչ անենք, ոչ թե հավաքվում ենք ու ով ինչ ուզենա, դուք նկատած կլինեք, էլի հավաքի ժամանակ ծնողներ տարբեր բաներ ա, իսկ ասոցիացիայի շրջանակներում արդեն որոշված կոնկրետ գործողություններ, բայց ելի եմ կրկնում, եթե մի պահ կա, որ հասկանանք ինչ-որ մեկը խոչընդոտում ա, մենք հասնենք մեր նպատակին, դու չգիտեմ ուշադիր եղել եք, ես 23 թվականին 20 օր էլ հացադուլ եմ նստած եղել։ Էլի պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք, մենք չենք կարող մոռանանք այն երեխեքին, ով որ այսօր չկա։ Մեզի հարկավոր է հասկանանք, հանրապետության մեջ, Սփյուռքում, չգիտեմ, ով պատրաստ է այս երեխեքի համար ինչ-որ մի քայլ անելու, մենք իրանց հետ քայլելու ենք։ Ով խանգարելու է, մենք իրանց դեմ պայքարելու ենք։ Ինչպիսին է ներգրավվածությունը անհետքորածների, հարազատների, այսինքն մայրաքաղաքի վարչական շրջաններ, մարզեր եւ առհասարակ ինչ թվերի մասին է խոսքը բոլոր 3, ասենք 90 պայմանական ասենք 90-23 թվականների օրինակ ասենք հնարավոր է որ չգիտեմ ինչ-որ հեռավոր բնակավայրում ինքնին որ այս տարիներին ինքնին ցավի մեջ, իր դարդի մեջ միայնակ, այսինքն եթե մարդը իր բնույթով այդքան էլ ակտիվ չէ,
հնարավոր է որ ձեր ուշադրությունից ինքը դուրս մնա։ Այդ ներգրավվածության մասին եմ ուզում խոսել եւ ինչ թվերի մասին է խոսքը։ Շատ շնորհակալություն հարցի համար, ուրեմն ընդհանուր թիվը 1000 ընտանիքի մասին է խոսքը 90-ականներից մինչև 23-ի պայթունի եւ պատերազմական իրադրության ժամանակահատվածում։ Իսկ ներգրավվածության մասին լավ հարց տվեցիք, հենց մեր ասոցիացիան միտված է նաև դրան, որպեսզի այն ծնողներ, ովքեր հիվանդ են, միայնակ են, աշխատանքի պատճառով չեն կամ բարձրաձայն են, մենք կարողանանք իրանց տեղը, իրանց աշխատանքը կատարել։